Բարի երեկո։ Վերջին օրերի ամենակարևոր իրադարձություններից մեկն այն է, որ վերացվեցին պատժամիջոցները Իրանի նկատմամբ։ Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը վերացրին պատժամիջոցները Իրանի նկատմամբ այն բանից հետո, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԵ-ն հայտարարեց, որ Իրանը կատարել է բոլոր պայմանները իր միջուկային ծրագրերի մասով։ Հիշեցնեմ, որ այս պատժամիջոցները գործում էին 2005 թվականից։ Սա երկրի հարցը ծրագիրն է, ես այսօր զրուցելու եմ իրանագետ, Երևանի պետական համալսարանի դոցենտ Վարդան Ոսկանյանի հետ։ Բարի երեկո։ Բարև ձեզ։ Սկսենք նրանից, թե ինչպես հնարավոր եղավ հասնել այս արդյունքին։ Տպավորություն ունեմ, որ այս գործընթացի բոլոր մասնակիցները կամ մասնակիցներից յուրաքանչյուրը ժողովրդախոսակցական լեզվով ասեմ, վերմակը իր վրա է քաշում եւ իր դերակատարությունն է կարեւորում։ Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ այս գործընթացը իր ավարտին հասավ 6-յակի երկրների բոլոր մասնակիցների ջանքերի արդյունքում եւ բնական է նաեւ իրանական կողմի պատրաստակամության եւ ջանքերի հետևանքով։ Հետևաբար վերմակը քաշելու այդ ձեր ասած մեխանիզմը շատ բնական է քարոզչական տեսանկյունից, որովհետեւ ցանկացած Գիտեք, Միացյալ Նահանգները ինչ հայտարարություններ անում, մյուսները ինչ հայտարարություններ։ Համենայն դեպս առավել նկատելի է դա ԱՄՆ-ի կողմից արվող հայտարարություններից եւ նաեւ ամերիկյան ԶԼՄ-ների ներկայացումից, բայց ընդհանուր առմամբ ամերիկյան ԶԼՄ-ներին, որ հետևում ես, այս ամբողջ հաջողությունը Միացյալ Նահանգների դիվանագիտության աշխատանքի արդյունքում է համաձայնություն է կայացվել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ, ոչ թե 6-յակի երկրների։ Ավելի ճշգրիտ ձևակերպել, ճիշտ է։ Այս առումով դա բնական է քարոզչական դաշտում, ես կարծում եմ, որ ցանկացած նման խոշոր հաջողություն քարոզչական կարևորագույն դերակատարություն ունի, հատկապես եթե հաշվի առնելու լինենք, որ իրականության մեջ Օբամայի վարչակարգը ավարտում է իր իշխանակալությունը նման մի բարձր նոտայի վրա եւ բնական է, որ սրանից մաքսիմալ օգուտ են քաղում հետագա ընտրություններում նաեւ դեմոկրատների դիրքերը ամրապնդելու նպատակով։ Ցվեցնյակի բոլոր երկրներն էլ կարևոր դերակատարություն ունեն։ Իհարկե, հատկապես նաեւ պետք է շեշտել այս համատեքստում Ռուսաստանի ունեցած դերակատարությունը ոչ միայն նրա համար, որ Ռուսաստանը Հայաստանի հետ դաշնակից երկիր է եւ մեծ բարեկամական երկիր, այլ նաեւ իրական օբյեկտիվ ասեմ այսպես պատկերը վերհանելու նպատակով իրոք ռուսական դիվանագիտությունը կարևոր քայլեր ձեռնարկեցին ընդհանրապես կրկնեմ 6-յակի անդամ բոլոր երկրները եւ սա արդյունք էր համատեղ դիվանագիտական ջանքերի եւ ընդ որում շատ օրինակելի նման խրթին հարցերը լուծելու առումով կոնսենսուս ընդհանուր համաձայնություն ձևավորելու առումով եւս։ Շատ լավ, հիմա այս համաձայնությամբ պատկերավոր ասած Իրանը ուր է վերադառնում, նկատի ունեմ, որ վիճակին է վերադառնում, ավելի շատ նման է 70-ական թվականների վերջեր, 78-79 թվականներ, գիտեք ինչի համար եմ այս թվականները նշում, թե ավելի շատ 2009-10 թվականներ։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ Իրանը վերադառնում է 2016 թվական, որովհետև այս տարիների ընթացքում, ասեմ ինչու, բացատրեմ, այս տարիների ընթացքում, եթե մինչ իսլամական հեղափոխությունը երկրի տնտեսության առաջատար շարժիչ ուժը նավթն էր, ածխաջրածնային ռեսուրսներն էին ընդհանրապես, ապա Իրանը այս տարիների ընթացքում հաջողացրել է դրա տեսարակազար կշիռը իր տնտեսության մեջ զգալիորեն նվազեցնել, դառնալ չվախենանք ասել ինչ որ առումով ինքնաբավ երկիր, արտադրել գրեթե ամեն ինչ կամ մոնտաժել գրեթե ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է այս երկրի տնտեսությանը եւ նաեւ արտահանում իրականացնել գյուղատնտեսության ոլորտում Իրանը ինքնաբավ երկրների շարքին է դասվում տարածաշրջանի եւ աշխարհի, այսինքն իրականության մեջ Իրանը կարիք ունի զգալի մոդեռնիզացիայի, արդիականացման եւ այս պատժամիջոցների մեկուսացումի ռեժիմից դուրս գալը առաջին հերթին ես կարծում եմ իրանական իշխանությունները օգտագործելու են երկրի տնտեսությունը արդիականացնելու եւ նաեւ ինչու՞ չէ տարածաշրջանում, եթե քաղաքական դերակատարության մասին խոսենք։ Հիմա կխոսենք քաղաքական դերակատարության մասին, բայց այստեղ շատ հետաքրքիր մի պահ կա։ Այսինքն չկա չարիք առանց բարիք, այսինքն պատժամիջոցները, որ սահմանափակել էին Իրանի այդ ամբողջ տնտեսական գործունեությունը, նաև խթան հանդիսացան, որպեսզի Իրանը կարողանա դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը։ Նույնը ասենք նույն վիճակում հիմա Ռուսաստանն է եւ նավթի կների այս պարագայում միգուցե ստիպված պիտի լինի տնտեսությանը զարկ տալ այլ ճյուղերի եւ դիվերսիֆիկացնել։ Իրանի համար չեն կարող ասել այդ փուլը զգալի չափով հաղթահարել են, չի կարելի ասել, որ նավթը այլևս գործոն չէ Իրանի տնտեսության մեջ, բայց ասեմ այսպես, այն գործոնը չէ, ինչ էր
մինչև պատժամիջոցների ներմուծումը եւ առավել եւս մինչև իսլամական հեղափոխությունը։ Հետևաբար իրանցիները այսօր ունեն այդ արկա միջոցները եւ նաեւ նավթից ստացվող հնարավոր միջոցները օգտագործելու լայն դաշտ։ Կարևորը որ այդ ժամանակաշրջանում Իրանը էլի պատկերավոր ասեմ ժողովրդախոսական լեզվով չմնաց նստած նավթի ասեղի վրա։ Գիտեք 2500 տարվա գրեթե պետականություն ունեցող երկիրը չէր կարող իրեն նման բան թույլ տալ եւ բնական է իրանական թե քաղաքական թե տնտեսական վերնախավը բազմաթիվ ելքեր էր փնտրում իրավիճակը կարգավորելու, այն կառավարելու, դարձնելու առումով եւ ես կարծում եմ, որ իրանցիները անշուշտ կորուստներով, բայց դուրս եկան իրավիճակից պատվով։ Հասկանալի է, որևէ երկիր անկորուստ չի կարող մնալ նման պատժամիջոցների պարագայում, բայց դիմանալն էլ մեծ կարողություն է։ Ընդհանրապես ինչ նշանակություն կունենա այս համաձայնությունը միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, կայունության, համագործակցության առումով։ Բնական է, որ Իրանը պատժամիջոցների ռեժիմի պայմաններում էլ Մերձավոր Արևելքում լրջագույն դերակատարներից մեկն էր, քաղաքական իմաստով թերևս եթե մենք հաշվելու լինենք մատների վրա այն կարևոր դերակատարներից, որոնք վճռորոշ խոսք ունեին շատ հարցերում Մերձավոր Արևելքում, եւ եթե հիմա պատժամիջոցների ռեժիմը դուրս է գալիս եւ Իրանը ստանում է նաեւ լրացուցիչ տնտեսական լծակներ, տնտեսական հնարավորություններ, ասեմ ավելի պարզ դեզով լրացուցիչ ֆինանսներ, ապա ակնհայտ է, որ այդ հիմքը եւ լրացուցիչ այդ միջոցները ուղղվելու են նաեւ տարածաշրջանում Իրանի ազդեցության մեծացմանը, իսկ այդ ազդեցությունը առանց այն էլ բավականին մեծ է։ Այս առումով Մերձավոր Արևելքում կան եւ Հարավային Կովկասում նաեւ կան երկրներ, որոնք դրական են գնահատում այս իրավիճակը եւ զգում են իրավիճակը որպես այդպիսին, կան երկրներ, որոնք դրական են գնահատում, բայց խիստ անհանգստացած են, պահպանում են զուտ դիվանագիտական էթիկետը։ Միգուցե թվենք։ Այո, կան երկրներ կթվարկեն, որոնք ուղղակի անհանգստացած են այս խնդրից։ Մասնավորապես ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության համար գործընթացը ըստ էության դրական է ամեն ինչով եւ մեր արձագանքն էլ շատ դրական էր։ Ադրբեջանի պարագայում, ասեմ այս եզրով, երեսպաշտ մոտեցում էր, որովհետեւ Ադրբեջանը միանշանակորեն անհանգստացած է Իրանի հզորացումից, բայց նրանց դիվանագիտական ներկայացուցիչը արեց, ասեմ այսպես, ողջունող հայտարարություն։ Բնական է, որ ակնհայտ անհանգստություն դրսևորեց Իսրայելը, սադրանքների գնով անհանգստություններ դրսևորեց Սաուդյան Արաբիան, Թուրքիայի դիրքորոշումը բավական բարդ է տվյալ պահին գնահատել, բայց ըստ էության կլինի մոտավորապես Ադրբեջանի նման մի դիրքորոշում Թուրքիայի կողմից եւս արտաքուստ ողջունող, բայց իրականում ներքուստ խիստ անհանգստացած, որովհետեւ ակնհայտ է, որ տարածաշրջանում Իրանի թիվ 1 մրցակիցները Սաուդյան Արաբիան, Իսրայելը եւ Թուրքիան են, տեղերի փոփոխությունից իրավիճակը չի փոխվում։ Այսինքն պետք է հաշվի առնենք, որ անկախ նրանից այս կամ այն երկիրը անհանգստանում է թե ոչ, ողջունում է թե ոչ, երեսպաշտություն է անում թե ոչ, այս համաձայնությունից հետո Իրանի քաղաքական տնտեսական կշիռը տարածաշրջանում որպես պետություն, որպես երկիր բարձրանալու է միանշանակ։ Իրանցիները գնացել են այդ ուղով եւ իրանական ընդհանրապես քաղաքական ծրագրավորումը իրականացվել է տարածաշրջանում Իրանի որպես գերտերության դիրքերի ամրապնդմանը։ Տեսեք, թե նախորդ իշխանությունների օրոք, թե շահական իշխանության օրոք եւ թե հատկապես իսլամական հեղափոխությունից հետո երբ Իրանը սկսեց վարել, ասեմ այսպես, այն բացառիկ երկրներից է, որը հաշվի չի առնում կամ մասնակիորեն շատ չնչին է հաշվի առնում երրորդ կողմի շահերը իր քաղաքականությունը կառուցելիս, այսինքն ասեմ այս իմաստով բացառիկ սուվերենություն ունեցող երկրների շարքին է դասվում, եթե հաշվի առնելու լինենք, որ բնական է Իրանը իր հնարավորություններով անհամեմատելի է Միացյալ Նահանգների հետ կամ Ռուսաստանի Դաշնության պես խոշորագույն խաղացողների հետ, բայց այսուհանդերձ այս երկրի քաղաքական ուղեգիծը մշտապես միտված է եղել տարածաշրջանում համար մեկը լինելուն եւ Իրանը ամուր քայլերով ընթանում է այդ ուղղությամբ։ Ամենակարևոր կետը համաձայնությունից հետո եւ այս պահին նավթի հարցն է։ Գիտեք, նավթի գների նման անկման պայմաններում ես կարծում եմ, որ առաջիկայում մի փոքր պատկերավոր արտահայտվեմ, ջրի հարցը ավելի արդիական կլինի, քան նավթի հարցը, բայց բնական է այսօր այդ շուկայում ստեղծված աժիոտաժային իրավիճակը բավական անհանգստացնող է եւ մի քանի դեպքերում էլ ես այդ մասին արտահայտվել եմ, շատ բարդ է չունենալ տնտեսագիտական հաշվարկներ, արդյոք այդ նավթի գների անկումից դիցուք Հայաստանը տուժում է թե շահում է, որովհետև գիտենք, որ մեր
թշնամական երկիրը հիմնականում հենված է նավթի վրա եւ մեր բարեկամական երկիրը մեր դաշնակիցն է հենված նավթի վրա, Ռուսաստանի Դաշնության, որպես բարեկամի եւ Ադրբեջանի որպես թշնամու մասին է խոսքը։ Հիմա պետք է հստակ հաշվարկել, արդյոք դրանից մենք ավելի շատ շահում ենք, թե տուժում ենք։ Ցավոք սրտի ես չգիտեմ, դա տնտեսագետների անելիքն է, բայց իրանական մուտքը արդեն իսկ լուրը Իրանի պատժամիջոցներից դուրս գալու մասին լուրը կրկին անկում գրանցած նավթի գների։ Հիմա պատժամիջոցների պարագային մոտավորապես ինչքան էր արդյունահանում նավթ, պատժամիջոցների վերացումից հետո ինչքան, դա ինչ ազդեցություն կունենա նավթի շուկայում գների մասով եւ հենց Իրանի տնտեսության վրա։ Խոսքը գնում է 1 միլիարդ մինչև 1 միլիարդ բարելով ավելացման մասին, հետագայում նաև խոսակցություն կա Իրано-իրաքյան համատեղ, ասեմ այսպես, համաձայնության արդյունքում միացյալ մուտք շուկա, որը բնական է, որ նավթի գների վրա կունենա դրական ազդեցություն մեր տեսանկյունից, որպես նավթ չունեցող երկիր, նավթի գները անկում կապրեն, բայց կրկնեմ, նավթը կարծես թե եւ ընդհանրապես այս նավթագազային ամբողջ պատմությունը կամ գործոնը թվում է թե անցնում է երկրորդ պլան հաշվի առնելով դրանց գների նման անկումը։ Միտումը համաձայն եմ, բայց այս պահին դեռևս կարևոր նշանակություն ունի։ Հիմա այս պատժամիջոցների վերացումից հետո ինչքան երկրներ կփորձեն այստեղ շուկա գտնել, ներդրումներ անել եւ այլն, այս ամեն ինչը ազդեցություն ունենալու են հիմա։ Արդեն իսկ որոշակի, ասեմ այսպես, խլվրտոցներ, աժիոտաժ կա Իրան մուտք գործելու տեսանկյունից, տարբեր կազմակերպություններ միմյանց հերթ չտալով թվում է թե փորձում են այս շուկան յուրացնել հնարավորին արագ կերպով, եւ այս առումով ես կարծում եմ, որ 80 միլիոնանոց իրանական շուկան անշուշտ չափազանց հրապուրիչ, չափազանց համեղ պատառ է, բայց պետք է մի բանի նկատի ունենալ, իրանցիները ի հաշիվ սեփական շահերի ոչինչ չեն տրամադրի ուրիշներին, այո, որևէ մեկին ցանկացած կողմի եւ այս առումով բնական է, որ հավանաբար նաեւ ծրագրավորվել է այս գործընթացը եւս իրանական իշխանական վերնախավի կողմից։ Մենք խոսում ենք նավթի մասին, ասում եք, որ սա նավթի գների այս նվազման պարագայում արդեն կարծես թե երկրորդ պլան մղվելու միտում ունի, բայց այստեղ նաև այլ հարց կա, նավթից բացի Իրանը պատժամիջոցների ժամանակ ուներ ինչքան ակտիվներ, որոնք սառեցված էին, որոնց օգտագործման հնարավորությունը չկար, եւ հիմա արդեն բացվում են դրանք։ Խոսքը գնում է հստակ տվյալներ չկան, խոսվում է 30-ից մինչև 100 միլիարդ դոլար սառեցված ակտիվների, այո, վերադարձի մասին, որը հսկայական գումար է բնականաբար, հենց թեկուզ ասեմ այսպես Իրանի տնտեսության մեջ նման կարգի ֆինանսական ներդրումները կարող են զգալի արդյունք տալ եւ այս իմ նշած արդիականացման համատեքստում բավական մեծ ազդեցություն ունենալ իրանական տնտեսության վրա, ընդհանրապես իրանական հասարակության տրամադրությունների վրա եւ շատ լավ կլինի, եթե այդ գումարների որոշ հատվածն էլ ուղղվի հայ-իրանական համագործակցության հուն։ Հիմա կանք Հայաստան-Իրան հարաբերություններին, տնտեսական հարաբերություններին, կարող է Հայաստանը հետաքրքիր լինել հիմա արդեն Իրանի համար, նկատի ունեմ այն շրջանառվող տեսակետները, որ շրջափակումի վերացումից հետո արդեն Հայաստանը կարող է այնքան էլ հետաքրքիր ու գրավիչ չլինել Իրանի համար։ Նման մտավախություններ կային Ամռանը Իրանի եւ Վեցյակի միջև համաձայնության կնքումից անմիջապես հետո, քանի որ մեկուսացումից դուրս եկող Իրանը միգուցե այնքան էլ հետաքրքիր չդիտարկեր մեր երկիրը, հաշվի առնելով այն, որ կբացվեին այլ ասպարեզներ եւս, բայց դատելով հենց իրանական կողմի գործողություններից եւ նաեւ մեր կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքներից, այո, փոխայցերը եւ հատկապես Իրանի փոխնախագահի այցը Հայաստան անցյալ տարվա աշնանը, որի համատեքստում իրանցիները արծարծեցին ոչ միայն էներգետիկ համագործակցության խնդիրներ, այլ նաեւ իրանական ներդրումների հարցը Հայաստանի տնտեսության մեջ, ապա այդ վախերը կարծես թե օրակարգից պետք է դուրս հանել եւ ավելին հաշվի առնելով այդ նշած ապասառեցված գումարների հսկայական ծավալները, ես կարծում եմ, որ իրանցիների հետ աշխատանքի դեպքում միգուցե հնարավոր լինի այդ գումարների, ասեմ այսպես չնչին, բայց մեր տնտեսության համար նշանակալի հատվածը ենթադրենք օրինակի համար 1 միլիարդ դոլար հրապուրել Հայաստան, որովհետեւ Հայաստանը հրապուրիչ է մի քանի առումներով, նախ որպես ԵՏՄ անդամ երկիր
օգտվում է բոլոր այն արտոնյալ կարգավիճակներից, որոնք տրամադրում են այս համաձայնագիրը, եւ նաեւ Եվրոպայի երկրների հետ առևտրի հատուկ համաձայնագրի պայմաններում հայկական արտադրանքը ավելի մրցունակ է, քան Իրանում արտադրված որևէ ապրանք, հետեւաբար կարելի է նման մի ձևաչափ մշակել Հայաստանում թողարկել ըստ էության իրանական ապրանք, բայց արտադրված է Հայաստանում մագնիշով, եւ դա շահավետ կլինի կարծում եմ երկու կողմերի համար։ Հիմա ես ձեր փաստարկներին փորձեմ հակադարձել էլի գոյության իրավունք ունեցող եւ շրջանառվող այլ վարկածներով։ Ասում եք շահավետ է Հայաստանի հետ համագործակցությունը, քանի որ Հայաստանը անդամ է Եվրասիական տնտեսական միության եւ օգտվում է այդ բոլոր, այսպես ասենք, պատկերավոր ասենք, բարիկներից։ Բայց չէ՞ որ այս պարագայում կա Ռուսաստանի գործոնը եւ հազիվ թե Հայաստանը Իրանը այդ հարաբերությունները կարողանան կառուցել, զարգացնել առանց Ռուսաստանի համաձայնության, կոպիտ ասած։ Սա մեկ։ Եվ երկրորդ, եթե ասում ենք, որ այլևս ժամանակավրեպ է այն մոտեցումը, թե Հայաստանը գրավիչ կարող է չլինել Իրանի համար պատժամիջոցների վերանալուց հետո, բայց չէ՞ որ պատժամիջոցները վերանալուց հետո տարածաշրջանում կա նաև Վրաստան եւ ըստ որոշ կարծիքների այնտեղ ավելի ազատ է դաշտը ներդրումների զարգացումների համար, քան Հայաստանում։ Երկու մասով, հա, երկու երեսած։ Տեսեք, հենց ես կփորձեմ նույնիսկ այդ երկու հարցերը միավորել մեկ համատեքստի մեջ։ Վրաստանի պարագայում կա մի շատ կարևոր հանգամանք, դատելով նաև վերջին ազդակներից այդ վիզային ռեժիմը փոխելու հնարավորության մասին Ռուսաստանի նախագահի հայտարարություններից, վրացական կողմից գնացող ազդակներից, Գազպրոմի հետ բանակցություններ եւ այլն, ըստ էության մենք գործ ունենք մի գործընթացի հետ, երբ Ռուսաստանը փորձ է կատարում Վրաստանը վերադարձնել իր ազդեցության ոլորտ կամ առնվազն կարգավորել հարաբերությունները այս պետության հետ։ Բնականաբար այդ կարգավորման մեխանիզմում շատ կարևոր է արդիական մոտեցումների կիրարկումը։ Ասեմ այսպես, միայն ուժի դիրքերից խոսելու գործիքը ընդհանրապես ժամանակակից աշխարհում ոչ միայն ընդունելի չի զուտ աշխարհայացքային առումով, այլ նաև շատ դեպքերում այնքան էլ ազդեցիկ չէ, ինչպես այլ միջոցների, այլ գործիքակազմի կիրառումը, եւ այդ գործիքակազմը կա մասնավորապես Վրաստանին ռուսական ազդեցության դաշտ վերադարձնելու կամ ասեմ այսպես արևմուտքի ազդեցությունից դուրս բերելու կամ այդ ազդեցությունը թույլատնելու գործում կարևոր դերակատարություն կարող է ստանձնել Հայաստանը որպես Իրանի հետ բարեկամական երկիր, Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երկիր եւ նաեւ Վրաստանի հետ բարեկամական հարաբերություն ունեցող երկիր։ Ասեմ ավելի շոշափելի ձևով Թեհրան, Երևան, Թբիլիսի գազատարը կարող է փոխարինել այդ Բաքու-Ջեյհան խողովակաշարին Վրաստանին վերադարձնելու համար ռուսական ազդեցության դաշտ եւ Վրաստանին առաջարկելով այլընտրանքային տարածաշրջանային ծրագրեր։ Եվ այս առումով կարծում եմ, որ ռուսական քաղաքական վերնախավը պետք է քննարկի նաեւ ոչ միայն խոչընդոտելու սցենարը, այլ նաեւ մասնակցելու սցենարը, մասնակցային գործընթացները այսօրվա աշխարհում շատ ավելի արդյունավետ են ըստ իս եւ շատ ավելի ընդունելի թե հասարակական ընկալումների առումով, թե պետությունների միջև հարաբերությունների առումով։ Կարծում եք, այդ հերանեկարը ավելի շատ հավանական է, թե անհավանական։ Նկատի ունեմ այն, որ Ռուսաստանը, ինչքան էլ դուք ասեք, որ ժամանակակից ոչ ուժի դիրքերից հանդես եկող քաղաքականություն պիտի կիրառի, բայց այդուամենայնիվ Ռուսաստանին գիտենք, որ մինչև այժմ ավելի շատ կիրառում է ուժի դիրքերից գործելու քաղաքականությունը, ոչ թե soft power-ը, մեր ասած։ Եվ երկրորդը, որ ձեր ասած այդ նախագծի կամ պատկերացման մասին արդեն տեղեկություններ շրջանառվել են, որ բանակցություններ նույնիսկ արդեն կարծես թե կամ քննարկումներ, եթե ոչ բանակցություններ կան, Թեհրան, Թբիլիսի, բայց Հայաստանում հայտարարեցին, որ մենք այդ բանից տեղեկություն չունենք։ Հնարավոր չի, որ լիներ եւ մենք տեղեկացված չլինեինք գոնե։ Իրանական կողմից ամենայն դեպս նման հայտարարությանը ես ծանոթ, իրանցիները ասացին, որ այո, նման նախագիծ կա եւ Իրանը դիտարկում է որպես ուղի Վրաստանը գազով ապահովելու առումով բացառապես Հայաստանը, Ադրբեջանի եւ Թուրքիայի տարբերակը դուրս էր եկած։ Հավանաբար քննարկումներ կան եւ որոշակի գործընթաց կա, ես չգիտեմ Հայաստանում ինչքանով են դրանից տեղյակ, բայց իրանական կողմից այդ լրատվությունը կա, առնվազն իրանական կողմից։ Նախարարի հայտարարությունն եմ ես վկայակոչում, որ ասեց մենք տեղեկություն չունենք։ Ամեն դեպքում դա տարբերակ է, որը բավական ձեռնտու է թե իրանական կողմին, թե մեզ, թե վրացական կողմին եւ ես կարծում եմ նաեւ ռուսական կողմին։
Գիտեք, կա մի այսպիսի կարևոր հանգամանք։ Ուժով կարելի է շատ բաների հասնել, բայց ինչու կիրառել ուժ, եթե կա այդ ձեր նշած փափուկ ուժի քաղաքականությունը, երբ պետք չէ ինչ-որ հրթիռներով ինչ-որ մեկին վախեցնել։ Իհարկե դա էլ ժամանակակից աշխարհում կարևոր գործոն է եւ դրա ականատեսնել ենք եղել, ասենք Սիրիայում եւ այլուր, բայց կան այլ տարբերակներ եւս, որոնք, ասեմ այսպես, ավելի քաղաքակիրթ են։ Մենք անընդհատ եւ շարունակաբար խոսում ենք հնարավորություններից։ Պատժամիջոցները վերացան, այս հնարավորությունները բացվում են։ Այս պահին հայ-իրանական օրակարգում դուք ինչ-որ մեծ գլոբալ կարևոր նշանակություն ունեցող պրոյեկտ նախագիծ տեսնում եք, թե չեք տեսնում։ Կա կամ թե չկա։ Գիտեք, հենց այդ նույն քառակողմ հուշագիրը, որը ստորագրվեց Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Իրանի միջև էլեկտրաէներգիայի միջանցք փաստացիորեն ստեղծելու ուղղությամբ, ես կարծում եմ չափազանց կարևոր եւ օրինակելի ծրագիր է նաեւ ընդհանրապես այս 4 երկրների միջև հետագա համագործակցությանը զարգ տալու առումով։ Դա շատ կարևոր ծրագիր է, իսկ զուտ երկկողմ հարաբերությունների մակարդակով, որը կարող է ունենալ նաեւ տարածաշրջանային նշանակություն եւ ինչու՞ չէ, արտատարածաշրջանային նշանակություն, ես կրկին կուզենայի շեշտել Հայաստանի տրանզիտային հնարավորությունները Իրանի համար, ելք ապահովելու, ամենակարճ ելքը ապահովելու Պարսից ծոցից դեպի Սև ծով, դա Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը պետք է լինի։ Մենք հնարավորին պետք է արագացնենք հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը, որովհետև իրանցիները հենց անցյալ տարվա ընթացքում ամռանը խնդիրներ ունեցան Թուրքիայի հետ բեռնափոխադրումներ իրականացնելու առումով իրանական տրանսպորտային միջոցները ենթարկվեցին հարձակումների, իսկ Հայաստանը չափազանց ապահով ճանապարհ է, եթե մենք այս հյուսիս-հարավ ավտոմայրուղին հասցնենք ավարտին, դա կարող է դառնալ Իրանի համար ամենանախընտրելի ուղին եւ իրանցիները կարող են շատ դեպքերում հրաժարվել մյուս ճանապարհից։ Ենթակառուցվածքային մի նախագիծ է, որ կառուցվում է Հայաստանում, Իրանը մասնակցություն չունի, բայց ուղղակիորեն կարող ենք ասել, որ առնչություն կունենա Իրանի համար եւ միգուցե նաեւ ներդրումների մասով հետաքրքրություն առաջացնի։ Հնարավոր է, պետք է սպասել այդ գումարների ապասառեցմանը, պետք է հետևել գործընթացին եւ տեսնել, թե իրանցիները որքանով են այդ գումարները ներդնում սեփական տնտեսության մեջ, որ հատվածն են նախատեսում, ասեմ այսպես, բարեկամական երկրների հետ հարաբերություններում ծախսելու, որ հատվածն են պատրաստվում ծախսելու, ինչու՞ չէ, սեփական ռազմական ներկայությունը տարածաշրջանում ամրապնդելու կամ տարբեր քաղաքական գործընթացներում սեփական ազդեցությունը ավելացնելու նպատակներով։ Երկաթուղու հավանականությունն ինչքան է, հիշում եք, երկաթուղի տարբեր իրար հակասող երբեմն հայտարարություններ եղան։ Սրա կարևորության մասին խոսվեց, հետո այն, որ տնտեսապես սա ձեռնտու չի, ավելի շատ քաղաքական է, Ռուսաստանի այդ համապատասխան պաշտոնյաների հայտարարությունները եղան, հետո նորից հերկվեցին, կարծես թե ըստ էության պետք չէ ուշադրություն դարձնել իմ կարծիքով տարբեր հայտարարությունների եւ այլն։ Մենք պետք է հստակորեն նպատակ մշակենք մեզ համար եւ փորձենք գտնել այդ ֆինանսական միջոցները։ Տեսեք, այս պահի դրությամբ, որքանով որ ես եմ տեղյակ, քաղաքական որևէ խոչընդոտ չկա։ Այսինքն բոլոր կողմերն էլ պատրաստ են այս երկաթուղին տեսնել կառուցված։ Հիմնական խոչընդոտը, հիմնական խնդիրը դրա համար ֆինանսական միջոցներ հայթայթելն է եւ այդ ուղղությամբ էլ պարբերաբար տեղեկատվություն է տարածվում կողմերի իրականացրած քայլերի մասին։ Ասենք օրինակ Չինաստանի մասնակցության վերաբերյալ երկու կազմակերպության մասին խոսք էր գնում, հենց երեք ես տեղեկացա, որ երրորդ մի կազմակերպություն էլ կա, որը ցանկություն է հայտնում մասնակցելու այս երկաթուղու գործընթացին։ Առանց Չինաստանի մասնակցության մի բան ակնհայտ է, այս պրոյեկտը, այս ծրագիրը կյանքի կոչելը բավական բարդ է լինելու, ոչ անհնարին, բայց շատ բարդ եւ հավանաբար այս ուղղությամբ էլ աշխատանքները կարող են ակտիվանալ, ասենք օրինակ միգուցե իրանցիները կարողանան որոշակի ոչ ամբողջական, բայց մասնակցություն դրսևորել այս process-ին եւս եւ ընդհանուր առմամբ մենք պետք է աշխատենք, գիտեք ինչ կա, ասում են պարսկական ասացված կա, ասում են դու շարժվիր, Աստծուց օրհնությունը կգա։ Մենք պետք է անընդհատ շարժվենք, մենք մեզանից հասանելիք բոլոր քայլերը պետք է իրականացնենք եւ սպասենք արդյունքների։ Այդ դեպքում առնվազն առիթ չենք ունենա ինքներս մեզ կշտամբելու, որ որևէ բան չենք արել։ Նախագծերից խոսեցինք, հիմա նաեւ առևտրից
Պատժամիջոցների վերացումը ըստ էության բացում է նաև մի 80 միլիոնանոց շուկա, հա, եվրասիական տնտեսականության շուկան ունենք, հիմա էլ իրանական շուկան է բացվում։ Սա այս մասով ինչ սպասել, ինչ որ մենք մեծ ուրախանալու առիթ ունենք, ոգևորվելու առիթ ունենք, թե առանձնապես ոչ, քանի որ ճիշտ է շուկան կա, բայց մենք չգիտեմ ինչ ունենք, պատրաստ ենք արտահանել կամ ինչ ունենք արտահանել։ Անկեղծ ասած տնտեսագետները երևի ավելի մասնագիտորեն կկարողանան պատասխանել այս հարցին, բայց ինչքանով որ ես եմ ճանաչում Իրանը, կարծում եմ, որ այս արդիականացման գործընթացների համատեքստում հայկական որոշակի կազմակերպություններ, ասեմ այսպես, մտավոր ներուժի տեսանկյունից կարող են օգտակար լինել Իրանին եւ այս հատվածը տեղեկատվական տեխնոլոգիաներ ինչու՞ չէ, նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաները Իրանում էլ բավական զարգացած են, բայց մենք էլ վատ պոտենցիալ չունենք այս ասպարեզում։ Բանկային համակարգի առումով մեր բանկային համակարգը բավական օգտակար կարող է լինել փաստացիորեն կաթվածահար եղած Իրանի բանկային համակարգը արդիականացնելու տեսանկյունից եւ այլ ոլորտներ եւս, ասեմ այսպես, ավանդաբար գյուղատնտեսական այս արդյունահանումը, որը Ռուսաստանի եւ ԵՏՄ-ի պարագայում աշխատում է, ակնհայտ է, որ Իրանի պարագայում չի աշխատելու, որովհետեւ Իրանը ինքը գյուղատնտեսական ապրանքներ արտադրող եւ արտահանող երկիր է։ Բնական է, որ մեր ալկոհոլային խմիչքները իրանական շուկայում մուտք ունենալ չեն կարողանա, մի պարզ պատճառով մահմեդական երկիր է։ Կոնյակ չեն խմում։ Բնականաբար այս առումով թերևս միակ ոլորտը, որը տեսանելի է եւ որը շոշափելի է, կրկնեմ տնտեսագետները միգուցե այլ ոլորտներ են տեսնում, դա այդ տնտեսության, իրանական տնտեսության արդիականացման գործում մեր մասնակցությունն է եւ նաեւ համատեղ ինչ որ ձեռնարկությունների ստեղծումը երևի թե։ Հիմա այս ստեղծված հնարավորությունը օգտագործելու համար կարծում եք Հայաստանն ինչ պիտի անի։ Հապաղելու ժամանակ կա, թե արագ պետք է գործել եւ ինչ պիտի անել։ Ես գիտեմ, որ հայտարարությունից անմիջապես հետո ինչ-որ շատ առաջատար ընկերություններ, երկրներ անմիջապես սկսեցին ինչ-որ փաստաթղթեր փոխանակել, հանդիպումներ կազմակերպել, քննարկել։ Տեսակ աշխուժություն, աժոտաժ կա, մենք տեսակ հանգիստ ենք, չէ՞, կարծես ընդհանուր առմամբ դες ասեմ, իրանցիները ունեն շատ կարևոր մի հատկանիշ, իրանցիները երբեք չեն շտապում։ Եվ ես կարծում եմ, որ ինչ որ առումով դանդաղելը այլ հարց է, շտապելը այլ հարց, մենք էլ պետք է միգուցե ընդօրինակենք նման գործելավոճը։ Այսինքն իրանցիների կարևոր առավելությունը նա է, որ նրանք առաջինը չեն շտապում, երկրորդը արկածախնդրության գրեթե չեն գնում։ Այսինքն բավական երկար չափել ձևելուց հետո են որևէ գործընթաց սկսում, եւ այս առումով մեր ելակետային դիրքերը բավական լավ են, որովհետեւ արևելքում գնահատվում է նաեւ, ասեմ այսպես, զգացական գործոնը, իսկ պատժամիջոցների մեջ գտնված Իրանի պարագայում Հայաստանի դիրքորոշումը Իրանի հանդեպ մշտապես եղել է բարեկամական, նույնիսկ Հայաստանը ենթարկվել է միջազգային հանրության կողմից որոշակի ճնշումների բանկային համակարգի հետ կապված եւ այլն, եւ սա նույնպես իրանցիները հաստատ հաշվի են առնելու իրենց հարաբերությունները կառուցելու առումով։ Բայց սա ամենևին չի նշանակում, թե մենք պետք է ձեռքերը ծալած նստենք եւ սպասենք, ինչպես ասում են, բախտին։ Բնականաբար պետք է գործել հավասարակշիռ, պետք է գործել առանց շտապողականության, բայց առանց դանդաղելու եւս։ Ամփոփենք եւ ավարտենք։ Ըստ էության տեղի ունեցել շատ կարեւոր մի բան մեր հարևանի հետ եւ պետք է աշխատել օգտվելու այդ հնարավորություններից։ Մոտավորապես այսպես։ Իհարկե, ասեմ այսպես, մենք գործ ունենք բոլորովին այլ ձևաչափի Իրանի հետ, Իրան, որը բաց է, Իրան, որը մեզ ընձեռում է լայն հնարավորություններ, Իրան, որը ցանկանում է իր ունեցած լայն հնարավորությունների որոշակի հատվածը օգտագործել հայկական ուղղությամբ եւ ընդհանրապես հարավային Կովկասի ուղղությամբ եւ ասեմ այսպես, մեր համար ինչ որ առումով բարենպաստ իրավիճակ է ստեղծվել։ Մեր թշնամական երկիրը Ադրբեջանական Հանրապետությունը մատնված է ճգնաժամի, մեզ համար բարեկամական երկիրը ունի դրական հեռանկար։ Հետևաբար մենք այս նպաստավոր իրավիճակից պետք է փորձենք քաղել առավելագույն օգուտները մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Շնորհակալ եմ։ Այսքանը սա երկրի հարցը ծրագիրն էր, ես այսօր զրուցում էի իրանագետ Երևանի Պետական համալսարանի դոցենտ Վարդան Ոսկանյանի հետ։ Լավ մնացեք։